Բրիտանական The Guardian թերթը հայտնում է, որ ԱՄՆ-ի դեպարտամենտը TRIP-ի նախագծի ղեկավարի պաշտոնում հաստատել է ուշադրություն Կոնստանտին Սոկոլովի տեխնացությունը։ Նորից եմ կրկնում։ Կոնստանտին Սոկոլովը նշանակվել է TRIP-ի հիմնադրամի ղեկավար։ Եվ այս նորության հիման վրա որոշ հայտնի եւ քիչ հայտնի կամ կարկառուն ռուսաֆոբեր պետք է որ այսպես բողոքի ակցիա կազմակերպեն, բայց այս անգամ չգիտեմ որ դեսպանատան դիմաց Ամերիկայի թե Ռուսաստանի։ Ես առաջարկում եմ մեջտեղում, որովհետև այստեղ պարզ չի որ դեսպանատան դեմը պետք է կոնկրետ բողոք կամ ինքնահրկիզում անել։ Բայց ես չեմ ցանկանա ոչ մի հայ ինքնահրկիզվի։ Ես ցանկանում եմ ընդհանրապես որ հայերը դատարկագլուխ չլինեն, որ մտածելու ունակ լինեն իրենց սեփական գլխով ուղեղները աշխատացնեն, որովհետև յուրաքանչյուր հայ գլխում ուղեղ կա, այս համոզված եմ։ Աշխատացնեն եւ հասկանան ինչա կատարվում մեր հայրենիքի շուրջ։ Օրինակ մտածեք, ուղղակի մտածեք, որ պետության կյանքում ինչ որ մի բան կփոխվի, եթե Հայաստանը չլինի։ Լավ, այսպես ասեմ, ոչ թե Հայաստան չլինի, այլ Հայաստան լինի անունով, բայց Հայաստանում ապրեն, ասենք, ոչ հայեր։ Ապրեն ադրբեջանցիներ, պարսիկներ, ռուսներ, ուզբեկներ, աֆղաններ, հնդիկներ։ Ու որ պետության կյանքում ինչ կփոխվի, ասենք, ինչ կփոխվի Ամերիկայում, ինչ կփոխվի Ռուսաստանում, ինչ կփոխվի Եվրոպայում, Հնդկաստանում ինչ կփոխվի, Պարսկաստանում ինչ կփոխվի, որ պետությունում ինչ որ մի բան կփոխվի։ Եվ ասեմ ձեզ առավել եւս, ոչինչ չի փոխվի Նիկոլի կյանքում։ Այս Իսանի ամենակարևոր պարագան իր իշխանությունը իր աթոռը պահելն է։ Եթե Հայաստանում մնան այն 600-700 հազար, այսպես ասած, խելակորույս իսանները, որոնք իրեն անվերապահորեն հավատում են, վստահում են ու իրենց ասենք երեխա ունենալ չունենալու խնդիրներից բռնցրած մտածում են, որ Նիկոլը կարար այդ հարցերը լուծի։ Այս մասան որ մնա Հայաստանում Նիկոլին բավարար է, մնացածը կարան գաղթեն, կարան, եթե այնպես անում, որ այդպես էլ լինի, ասենք, ընդհանրապես մտածող կամ իրական հայի գեներ ունեցող հայերին այսօր կամ արտաքսում են, կամ բանտարկում են, կամ հալածում են։ Ես այս հարց եմ տալիս, հարգելի հայրենակիցներ, որ պետությունում ինչ կփոխվի, եթե Հայաստանում հայերը մնան փոքրամասնություն։ Ասենք լինի գալեչկի համար անունը Հայաստան, բայց ֆակտ այս Հայաստանում ապրեն ինչ ազգություն ասես բացի հայերից, կամ հայերը լինեն փոքրամասնություն։ Կարող եք պատասխանել այս հարցին, որ պետությունում ինչ կփոխվի, ինչպես սա կանդրադառնա որևիցե պետության վրա, ասենք Ամերիկայի, Ռուսաստանի վրա։